Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը պնդում է, հարյուրավոր քաղաքացիներ կամ նրանց ընտանիքի անդամներ աշխատանքից հեռացվել են Ուժեղ Հայաստանին աջակցելու համար։ Այստեղ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր օրինակ ես տեսնում եմ մարդ, ով կորցրել է իր աշխատանքը, իր ընտանիքի բոլոր անդամների աշխատանքը, մենակ նրա համար, որ կանգնել է մեր կողքին։ Այս մարդը։ Շարունակեմ, հարյուրավոր են այդպիսի դեպքերը։ Խորհրդարանական ընտրություններին ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շուրջ 340,000 քվե ստացած դաշինքի ներկայացուցիչն այս հայտարարությունն արել էր ուրբաթ օրը Սահմանադրական դատարանի շենքի դիմաց, երբ բարձր դատարանը նաև իրենց դիմումի հիման վրա սկսեց քննել ընտրության արդյունքները վիճարկելու հարցը։ Ուժեղ Հայաստանի մեկ այլ թեկնածու Անդրանիկ Գևորգյանն ավելի հեռուն գնաց, պնդելով, թե ՍԴ-ի Բաքվում հավաքվածներից յուրաքանչյուր երրորդն աշխատանքից հեռացված է։ Ում են ընտանիքով աշխատանքից ազատելով Ամեն երրորդին որ հասնեք դիտել ինֆորմացիա։ Արդյոք խոսքը սահմանադրությամբ եւ աշխատանքային օրենսգրքով ամրագրված իրավունքների համատարած խախտման մասին է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Factor TV-ին հավաքվածների շրջանում լրագրողական հարցում իրականացրեց։ Ուժեղ Հայաստանին աջակցելու համար ձեզ աշխատանքից ազատել են կամ ձեր ընտանիքի անդամներ։ Անցկաց հավատան։ Կային քաղաքացիներ, որ ընդհանրապես հրաժարվեցին հարցին պատասխանել։ Դուք ճանաչում եք մեկին, որ աշխատանքից ազատվել է։ Բարև ձեզ, կնեք, ճանաչում եք մեկին, որ աշխատանքից ազատել են ընդդիմությանը աջակցելու համար։ Բարև ձեզ, ունեք ծանոթներ, որ աշխատանքից ազատել են ընդդիմությանը Ուժեղ Հայաստանին, Հայաստան դաշինքին աջակցելու համար։ Բարև ձեզ, անձամբ ես ծանոթներ չունեմ, բայց իմ ընկերները ունեն ծանոթներ մարզերում, Գյումրիում, Վեդիում, լսել եմ նման դեպքերի մասին, այո։ Իսկ դուք ճանաչում եք։ Չէ, չեմ ճանաչում, ոչ։ ՍԴ-ի Բաքվում ընդդիմադիրներին աջակցող այս քաղաքացին ասաց, իր ազգականին են հեռացրել աշխատանքից։ Նա պնդեց, ազատումը կապված է Ուժեղ Հայաստանին աջակցելու հետ, բայց ուշագրավ է, որ նա աշխատելիս է եղել Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանին պատկանող կարի արտադրամասում։ Հա, մեր բարեկամներից այս կառավարությունը ազատ է։ Որտեղ էր աշխատում։ Տաշիրում, կարի ֆաբրիկայում։ Բայց Տաշիրը պարոն Կարապետյանի ֆաբրիկան չի, իշխանությունը ոնց կարող էր ազատել։ Կարող է, հենց աշխատանքից ազատում են։ Տաշիր կար ընկերության իրական շահառուն ըստ պետռեգիստրի Նարեկ Կարապետյանի աներորդին է Արտուր Հովագիմյանը, սակայն հունիսի 31-ին Կարապետյանների հաղորդակցության թիմի կողմից տարածված տեսանյութում նշվում է, որ կարի արտադրամասը հիմնադրվել է Սամվել եւ Կարեն Կարապետյանների կողմից։ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Տաշիր կար ընկերությունից, տնօրեն Հայկ Զեյնալյանը հերքեց ազատման մասին տեղեկությունը։ Կառավարությունը ոնց կարա մեր մոտ աշխատող ազատի աշխատանքից, իսկ մենք չենք ազատում աշխատանքից, ընդհակառակը ընդունելություն է նույնիսկ այս պահը մեր մոտ։ Չի եղել, որ քաղաքական հայացքների պատճառով որևէ։ Ոչ, իհարկե ոչ, ընդհանրապես։ Ուժեղ Հայաստանին եք աջակցում։ Բոլորին։ Բոլոր ընդդիմադիր ուժերին աջակցող այս քաղաքացին էլ ընդհանրապես չցանկացավ խոսել Նարեկ Կարապետյանի ահազանգի մասին։ Արդյոք քաղաքական հայացքների պատճառով ինքը կամ շրջապատից որևէ մեկն ազատվել է աշխատանքից, հարցն անտեսելով սկսեց խոսել Փաշինյանին սպասարկող ինքնաթիռում Աննա Հակոբյանի գտնվել-չգտնվելու մասին։ Մինչև այսօր ինչի համար չեք հարցնում, համար 1 նոմեր 1 բորտի մեջ ինչ իրավունք ունի գտնվի Նիկոլ Փաշինյանի կոչված կինը։ Լիքը լսել է, բայց այն որ հստակ գիտեք, օրինակ այսինչյանին աշխատանքից ազատել են Ուժեղ Հայաստանին։ Բայց դա հարցի որոշումը որ դու ինձ հարց ես Ուղղակի բան է, դա մարդու իրավունքների խախտում է։ Դա իրավունքները խախտում որ եղնի, լիքը իրավունքները խախտվել ցավ։ Ում գնամ էլի այդ հետքերով բացահայտեմ։ Չէ, դի ոնց Եթե ունեք տեղեկությունները, օգնեք ինձ բացահայտել։ Տեղեկություններ շատ ունեմ, թող մնային մեջ։ Ուշագրավ տեղեկություն է հաղորդում մեկ այլ քաղաքացի։ Դաժե եղել է դեպքեր։ Մարդ, որը գնացել է, վախացրել է նահոցով։ Անուն ազգանուն կասեք։ Չեմ ասի։
Նա սակայն ոչ միայն չի ասում, թե ԱԱԾ-ն ում է սպառնացել, այլ նաև խիստ գաղտնի է պահում մեկ այլ դեպքի մանրամասներ, թե ինչպես են քաղաքացուն ազատել աշխատանքից Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Մեր ընկերոջը Որտեղ էր աշխատում։ աշխատում էր վարչությունում։ Որ վարչությունում։ Աշխատում էր բանի վարչությունում, ես ասեմ, ստատիստիկայի վարչությունում։ Եվ աշխատանքից ազատեցին։ Հենց նրա համար, Որը ուժեղ Հայաստանին է ձեն տվել։ Իսկ ինքը կուզի խոսել, բարձրաձայնել, թեման հանրայնացնել, որ եթե նման անարդարություն Եթե այդ մարդը արդեն այս վիճակում է, ինքը չգիտեմ, կուզի թե չի ուզի, բայց ամեն դեպքում ես ասում եմ, անել են այդ մարդուն աշխատում։ միակ դեպքը չէ։ Ազգանուն կարող եք։ Չէ, չեմ ասի, ես իրա, որովհետև էդի սիրուն չի իմ կողմից, հասկանում եք։ Այնուհանդերձ, եթե կլինեն քաղաքացիներ, որոնք ճշգրիտ տեղեկություններ կհաղորդեն քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացվելու դեպքերի վերաբերյալ, Factor TV-ն պատրաստակամ է բարձրաձայնել խնդրի մասին եւ պարզաբանումներ պահանջել իշխանության ներկայացուցիչներից։